Հիսուս Քրիստոսի աստվածությունը ըստ Աստվածաշնչի բնագրերի։ Նոր կտակարանը գրվել է կոյնե, այսինքն առաջին դարի խոսակցական հունարենով, եւ ներկայումս հայտնաբերված են ավելի քան 6000 կոյնե հունարենով գրված բնագիր նոր կտակարանյան ձեռագրեր։ Այս տեսանյութում կնայենք նոր կտակարանյան մի շարք համարների բնագրեր, որոնք ապացուցում են Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպիսի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները։ Հովանես 1:1 En archi en hologos, kai hologos en proston deon, kai deos en hologos։ Սկզբում էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Այստեղ լոգոս, բան բառը Հիսուս Քրիստոսն է։ Բնագրում, կոյնե հունարեն ձեռագրերում հստակ ասվում է, որ բանը Աստված էր, Deos en hologos։ Սա նշանակում է, որ Հիսուսը նույն էությամբ Աստված է։ Քրիստոսի աստվածության հակառակորդները հաճախ առարկում են, որ այստեղ լոգոսին վերաբերվող Deos բառից առաջ չկա հո որոշիչ հոդը, եւ դա իբրև թե նշանակում է, որ լոգոսը ներկայացվում է ոչ թե որպես Աստված, այլ որպես աստվածային էակ։ Սակայն նախադասության մեջ հստակ օգտագործված է Deos բառը, որը կոյնե հունարենում հստակ նշանակում է Աստված, այլ ոչ թե աստվածային էակ։ Կոյնե հունարենի եւ աստվածաշնչյան ձեռագրերի հայտնի մասնագետ, նոր կտակարանյան ձեռագրերի աշխարհում ամենամեծ հետազոտական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Դենիել B. Wallace-ը իր Greek Grammar Beyond the Basics գրքում մանրամասն քննում է Հովանես 1:1-ի 3-րդ հատվածը, Kai Deos en hologos-ը։ Հատկապես թե ինչու Deos բառը հոդ չունի։ Wallace-ը նշում է, որ Deos en hologos խոսքերի կառուցվածքը կոչվում է անարտահայտիչ նախադասություն, որը ցույց է տալիս հետևյալը. Deos բառը նախադասության ենթական չէ, այլ hologos-ն է ենթական։ Այսինքն, նախադասության մեջ Deos-ը ներկայացնում է, թե ինչ էություն ունի լոգոսը, այսինքն լոգոսը Հիսուս Քրիստոսը իր էությամբ Աստված է, ոչ թե աստվածային, այլ հենց Աստված, որովհետև օգտագործված է Աստված, Deos բառը։ Եթե Հովանեսը գրեր Hodeos en hologos, ապա կստացվեր, որ բանն ամբողջությամբ նույնն է, ինչ Հայր Աստվածը, եւ որպես անձ նույնպես նույնը կլիներ։ Այսինքն այդպես բանը կլիներ հենց Հայրը եւ Հոր անձը, իսկ դա թյուրիմացություն կլիներ, քանի որ բանը նույն անձը չէ, ինչ Հայրը, այլ առանձին անձ է։ Wallace-ը պարզաբանում է, որ Deos en hologos խոսքերի կառուցվածքը ցույց է տալիս, որ բանը, ինչպես եւ Հայրը, ունի աստվածային ամբողջ էությունը, բայց նա չի նույնականացվում որպես Հայր, այլ առանձին անձ է։ Հովանես 8:58 Eipon autois Jesus Amen amen lego humin Prin Abraham genestai ego eimi Ասաց նրանց Հիսուսը. Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև Աբրահամի լինելը ես եմ։ Էգո էյմի արտահայտությունը նույնն է, ինչ Աստված ասաց Մովսեսին Ելից 3:14-ում, 5 կտակարանյան եբրայերենում Էհիե աշեր Էհիե կամ Յահվե, ես եմ, որ եմ։ Հրեաները հասկացան, որ Հիսուսը աստվածության մասին է խոսում, դրա համար էլ փորձեցին քարերով սպանել նրան, ինչպես տեսնում ենք հաջորդ խոսքում։ Այս համարում Հիսուս Քրիստոսը հստակ ներկայանում է որպես Յահվե, այնպես ինչպես Աստված է ներկայացել Մովսեսին 5 կտակարանում։ Քրիստոսից առաջ 4-րդ դարում, երբ հունարեն թարգմանվեց 5 կտակարանը, 5 կտակարանի այդ հունարեն 70-նից հայտնի թարգմանության մեջ Աստծու Մովսեսին ներկայանալու ժամանակ օգտագործված է հունարեն նույն էգո էյմի խոսքերը։ Եթե Հիսուսը հստակ ներկայանում է որպես Յահվե, դա նշանակում է, որ Հիսուսը հենց Յահվեն է, այսինքն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված։ Կողոսացիներ 2:9 Հոթի են ավտոյ կատոիկի պանտոպլիրումա թիս թեոթիտոս սոմատիկոս, որովհետև նրանում մարմնով բնակվում է աստվածության ամբողջ լիությունը։ Պանտոպլիրոմա թիս թեոթիտոս նշանակում է աստվածության ամբողջ լիությունը, այսինքն Հիսուսը ոչ թե պարզապես միաստվածային արարած է, այլ ամբողջությամբ Աստված, ով իր մեջ կրում է աստվածության ողջ լիությունը։ Հովանես 20:28 Թովմասի վկայությունը
Ապակրիտե Տոմաս կայ Էյփն աութո։ Հո Կյուրիոսմու կայ Հոդեոսմու։ Պատասխանեց Թովմասը նրան. Տերիմ եւ Աստվածիմ։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե Թովմասը այս համարում կոնկրետ Հիսուս Քրիստոսին չի Աստված համարում եւ պարզապես զարմանքից օթում է այդպես բացականչում։ Սակայն բնագրում հստակ գրված է, որ նրա խոսքը Հիսուսին էր վերաբերվում։ Էյփն աութո նշանակում է, որ Թովմասը պատասխանեց եւ իր խոսքը ուղղեց Հիսուս Քրիստոսին եւ հենց նրան անվանեց իր Տեր եւ իր Աստված։ Իսկ Հիսուսը չհերքեց դա, այլ ընդունեց որպես ճշմարիտ խոսք։ Բրյուս Մեծգերը 20-րդ դարի հայտնի աստվածաշնչագետ եւ տեքստաբան իր աշխատություններում անդրադարձել է այս հատվածին, ընդգծելով դրա կարեւորությունը որպես վկայություն Հիսուսի աստվածության մասին։ Մեծգերը նշում է, որ Թովմասի այս արտահայտությունը նոր կտակարանի ամենահստակ հայտարարություններից մեկն է Հիսուս Քրիստոսի Աստված լինելու վերաբերյալ։ Եբրայեցիներ 1:8 Պրոզդեթոն հույոն Հոտրոնոս սու հոդեոս Էստոն այոնա թու այոնոս։ Բայց որդու մասին ասում է. Քո աթոռը ով Աստված, հավիտյանս հավիտենից է։ Այստեղ Հայր Աստված խոսում է որդու մասին եւ նրան Աստված հոդեոս է անվանում։ Այստեղ կիրառված է այն նույն բառը եւ հո որոշիչ հոդը, որը կիրառվում է Հայր Աստծո համար եւս։ Եթե Հովանես 1:1-ի դեպքում Քրիստոսի աստվածությունը մերժողները հո որոշիչ հոդի բացակայությունն էին մեջբերում, ապա այստեղ որոշիչ հոդը արդեն արկա է, եւ սա բացահայտ ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Հայտնի քրիստոնյա հեղինակ եւ պատմաբան Քրեյգ Քիները իր նոր կտակարանի մշակութային նախապատմության մեկնաբանություն գրքում նշում է, որ այս համարի մեջբերումը Սաղմոսներից ցույց է տալիս, որ Հիսուսը ճանաչվում է որպես Մեսիա եւ Աստված։ Փիլիպեցիս 2:6-7 Հոսեն մորխի թեոյ հյուպարխոն ուխ հարպագմոն հեգիսատո թո ինե իսաթեո ալլա էավաթոն էքենոսեն մորխին դուլուլավոն Ով լինելով աստվածային կերպարանքով չհամարեց հափշտակություն հավասար լինել Աստծուն, այլ իրեն խոնարհեցրեց վերցնելով ծառայի կերպարանք։ Այս համարը հստակ ասում է, որ Հիսուսը Աստված է, բայց որոշեց ինքնակամ խոնարհվել դառնալով մարդ։ Հովանես 10:30 Էգո քայ հոպատեր հեն էզմեն Ես եւ Հայրը մի ենք։ Այստեղ Հիսուսը ասում է, որ նա եւ Հայրը մեկ են։ Հիսուս Քրիստոսի աստվածությունը մերժող մարդիկ պնդում են, թե Հիսուսը այս համարում ասում է, որ նա եւ Հայրը իբրև թե մեկ նպատակ ունեն։ Սակայն կոյնե հունարենում հեն բառը բացարձակապես ներկայացնում է մեկ էություն եւ բնություն եւ նշանակում է, որ Հայրը եւ Հիսուսը նույն էությունը եւ բնությունը ունեն։ Հունարեն մի հեն բառը չեզոք, այլ ոչ թե արական սեռի բառ է եւ նշանակում է ոչ այնքան ֆիզիկական միություն կամ նպատակի միասնություն, որքան միասնական էություն կամ բնություն։ Հոր եւ որդու մասին հավաստիացումները այդ հակիրճ նախադասության մեջ հասնում են կիզակետին։ Ուստի եւ այն առաջացնում է փարիսեցիների այդ օրինակ ցասումը։ Արչիբալդ Ռոբերտսոն։ Ինչպես տեսանք, նոր կտակարանը լիարժեք հաստատում է Հիսուս Քրիստոսի աստվածությունը։